այսպես ասած ծախում է Հայաստան առաջ քաղաքականություն առաջ քաշած քաղաքական ուժերի ղեկավարներին ձեր կարծիքն է այս առաջնային քայլերին Ես գիտեք, որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի, իսկապես իմ համար առնվազն անընդունելի է այն գործելավոճը, որ երկրի իշխանությունների ղեկավարը աշխատանքային օրվա մեծ մասը օգտագործում է բացառապես ինչ-որ տարօրինակ անհասկանալի չելենջների հայտարարություններ անելով։ Իսկապես ցավում եմ սրա համար, որովհետև կարծում եմ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակը այն բազմաթիվ խնդիրները, որոնք առկա են, որոնք լուծման են կարոտ, ավելի շատ այս խնդիրներն են արժանի ուշադրության, քան ինչ-որ անլուրջ մարտահրավերների նետումը այս կամ այն քաղաքական ուժերին կամ այս կամ այն քաղաքական գործիչներին։ Ավելի լուրջ բովանդակային ինչ-որ մեկնաբանության նպատակահարմարություն հավատացեք չեմ տեսնում։ Հարցումներ են ներկայացնում, հարցումներ են ներկայացնում տարբեր այսպես որ իրենց ռեյտինգը բարձր է, եւ ըստ այդ հարցումների օրինակ Ծառուկյանը չէր ասում։ Մենք այդ հարցումներին շատ լավ ծանոթ ենք եղել, այդ հարցումների հրապարակումից դեռևս 20 օր առաջ, այդ հարցումները հասանելի են եղել նաև այլ քաղաքական ուժերին, եթե խոսքը վերաբերվում է Այրիայի կողմից իրականացված հարցումներին, հետաքրքիր ճակերտավոր զուգադիպությամբ այդ հարցումների հրապարակումը հետաձգվեց մի 20 օր, հետո հրապարակվեց պատվիրված համերգի մոտիվներով այն հարցումները, որոնք որ հասանելի են։ Ես հիմա ուզում եմ պարզապես զուտ տրամաբանության շրջանակներում հարց ուղղել։ Եթե ամեն ինչ այդքան հիանալի է իշխանությունների ռեյտինգի հանրային տրամադրությունների առումով, ինչի համար է այս ցայտնոտը, ինչի համար է այս անհասկանալի հյուրախաղերը, ամենօրյա ռեժիմով 3, 4, 5, 6 վիդեո ուղերձների հրապարակումը, հա, վարչապետի մակարդակով, որոնք ծնված են այս կամ այն քաղաքական ուժերին։ Մենք շատ լավ տիրապետում ենք եւ հանրային տրամադրություններին, եւ սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, եւ վատ լուր ունեմ իշխանությունների համար, այդ արդյունքների համաձայն իրավիճակը միանգամայն այլ է։ Իսկ ինչի համար են Նիկոլ Փաշինյանի այս վիդեոները, այսինքն իրենք մտավախություն ունեն, որ մեծամասնությունը այդուհանդերձ չի հաջողվի։ Ես կարծում եմ սա արդեն արմատացած գործելավոճ է հանրության ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու, հանրության համար տեսարաններ ապահովելու եւ նմանատիպ այլ մոտեցումներ են ընդհանրապես ցուցաբերվում, իսկ ինչ վերաբերվում է կայացած լուրջ քաղաքական ուժերին ու գործիչներին, ապա նրանք ընդհանրապես աշխատում են կառուցողական դաշտում։ Կենտրոնային երեք տեսանք Փաշինյանի եւ Արցախցի կնոջ, հա, այսպես միջադեպը դրան հաջորդեց Փաշինյանի ներողությունը, դրանից դրա որդուց նա արցախցիներին փախած անվանեց, հա, հետո ներողություն խնդրել արդյոք քաղաքական նպատակահարմարություն էր, թե գիտակցված ներողություն էր։ Գիտեք, ամեն ինչի մեջ պետք է առաջին հերթին ֆիքսել ազնվության գործոնը, հա, երբ դու նախ առաջին հերթին հերքում ես, որ դու ասել ես նման արտահայտություն, հետո քաղաքական նպատակահարմարությունից ու նախընտրական տրամադրությունների նպատակահարմարությունից ելնելով միգուցե նաև ոմանց խորհրդով նախընտրում ես ներողություն խնդրել, չեմ կարծում, որ այս իրավիճակը ինչ որ մի բան շտկում է, հա, փառք ու պատիվ արցախցի մեր քրոջը իր արժանապատիվ կեցվածքի համար, այլ առիթներով եւս ասել եմ, իսկապես փառք ու պատիվ, որովհետեւ յուրօրինակ արժանապատվության հայության դրսևորում էր այդ ամեն ինչը։ Տիկին Տոնոյան անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստին, նախորդ դատական նիստում դատավորը հրապարակեց վերդիկտը, ճանաչելով եւ հռչակելով Գագիկ Ծառուկյանի անմեղությունը։ Սպասելի էր ձեզ համար, թե այդ սպասվելիքը։ Անկեղծորեն մեր համար անսպասելի էր, ինչպես կարելի էր պարոն Ծառուկյանի արձագանքից դատել նաև, որովհետև մինչև այս պահը տեղի ունեցած քաղաքական գործընթացները, այսպես քաղաքական գործընթացները, որոնք ավելի շատ իրավական դրսևորում էին ստանում, մեզ հիմք էին տալիս ենթադրելու, որ այնուամենայնիվ դատարան այլ որոշում է կայացնելու եւ մեր փաստաբանների խումբը պատրաստ էր հնարավոր բոլոր ատյաններում այդ որոշումը բողոքարկելուց հետո նաև եվրոպական դատարան դիմել, որովհետեւ 6 տարի շարունակ քննվող քրեական գործի շրջանակներում, երբ չկա որևէ ցուցմունք, երբ չկա որևէ փաստ Գագիկ Ծառուկյանի դեմ, բայց այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանը այդ քրեական գործով նաև կալանավորված է եղել եւ այս տարիների ընթացքում նաև իրավական այս ամբողջ գործընթացներին է մասնակցել, դեռևս 1-2 տարի առաջ բոլոր հնարավորությունները կար, որպեսզի վաղեմության ժամկետով պայմանավորված այս քրեական գործի քննությունը դադարեցվեր, բայց ինչպես պարոն Ծառուկյանի, այնպես էլ փաստաբանների եւ մեր բոլորի սկզբունքային դիրքորոշումն է եղել, որ այնուամենայնիվ
Այնուամենայնիվ անմեղությունը պետք է ապացուցվի պարոն Ծառուկյանի, ինչը որ եւ տեղի ունեցավ։ Շնորհակալ եմ Շելի։ Մեկ հարցել, մենք հիշում ենք, որ Գագիկ Ծառուկյանը այդ ժամանակ պատգամավոր էր, դատախազը գլխավոր եկավ, նրան զրկեցին պատգամավոր լինելուց, կալանավորեցին եւ այսօր Գագիկ Ծառուկյանը ուներ հնարավորություն, որպեսզի պահանջեր դատարանից, որ հրապարակային ներողություն խնդրեին, բայց հրաժարվեց։ Ինչու՞։ Գագիկ Ծառուկյանի որևէ որոշում պատահական կայացված չի լինում եւ այս դեպքում եւս ես ուզում եմ, որպեսզի բոլոր այդ համապատասխան գործընթացներով հանդես եկող մարդիկ եւս մեկ անգամ իրենց մեջ մտածելու հնարավորություն ունենան, թե ինչու Գագիկ Ծառուկյանը այդ որոշումը կայացրեց։ Հարցեր, հա, թե պարոն Ծառուկյանը չի լինելու վարչապետի տեխնացում եւ այս փուլում դեռ չբացահայտեց անունը, բայց որոշում կա կայացված արդեն Քարոզ Արշավին անձամբ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է։ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Քարոզ Արշավին, այլ դրան նախորդող ժամանակահատվածում շատ ակտիվ հանդիպումների շարք է ունենալու հանրապետության գրեթե բոլոր համայնքներում, ընդ որում ոչ թե մեծ մասսայական միջոցառումների մակարդակով, այլ հենց բակերով, այգիներով, գյուղամեջերով շրջելով, մարդկանց հետ զրուցելով եւ հանրային տրամադրությունները պարզելով, որտեղ ինչպես տարբեր առիթներով ասել ենք, առաջարկ Հայաստանին ծրագիր է, այն ծրագիրն է, որը չի գրվում կաբինետներում, այլ բացառապես հենց տվյալ ոլորտի ներկայացուցիչների կողմից են առաջ քաշվում թեզերը։ Թեմայից դուրս մի հարց է, դու Հիսուսի արձանի հետ կապված վերջնաժամկետ կհիշեցնեք, երբ արդեն Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը անգամ ձմռան էս խստաշունչ ձմռան պայմաններում չի դադարեցվել, ամբողջ ձմռան ընթացքում ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվել, որովհետև նպատակ ու ցանկություն կա ժամկետների մեջ տեղավորվելով անել լավագույն արդյունքը, ըստ նախնական ինֆորմացիայի դա կլինի 2027 թվականին, բացումը տեղի կունենա 2027 թվականին, բայց պարոն Ծառուկյանը միշտ ասում է, որ ինքը շտապեցնելու, արագացնելու որևէ բան չունի, որտեղ նպատակը լավագույն արդյունքն է։ Շնորհակալ եմ շատ։